Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է ազատազրկված կանանց իրավունքներին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար են հրավիրել Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանին։ Բարև ձեզ հարգելի Նարէ։ Բարև ձեզ հարգելի Նարինե։ Հարգելի Նարէ, մենք գիտենք, որ նախորդ տարվա տվյալների համաձայն ըստ Արդարադատության նախարարության մոտավորապես 71 կին է գտնվում քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 21-ը կարծես թե դատապարտյալներ, մնացածը կալանավորված կանայք են։ Եթե կարելի է այս տարվա վիճակագրությունը խնդրում եմ ներկայացրեք, որքան է այն փոխվել եւ ինչի մասին է խոսում ընդհանուր այս վիճակագրական պատկերը, եթե դիտարկենք ավելի լայն ազատազրկվածների ընդհանուր թվի համատեքստում եւ ընդհանրապես հանրության տարբեր այսպես երևույթների շրջանակում։ Այս առումով պիտի նշեմ, որ մենք նախորդ մի քանի տարիների համեմատ բավականին դրական արձանագրումներ ունենք, եթե նախկինում ազատազրկված կանանց թիվը կարող էր հասնել կամ գերազանցել 200-ը, ապա ներկայումս այդ թիվը չի գերազանցում 80-ը կամ 90-ը, այսինքն բավականին թվի նվազում կա, սակայն հիմնական մտահոգությունը այն է, որ այս անձանց մեջ, այս կանանց մեջ բավականին շատ մեծ թիվ են կազմում կալանավորված կանայք։ Իհարկե քրեական գործերի տիրույթ չեմ մտնի եւ բնականաբար քրեական գործերի հետ կապված որևէ որակում տալ չեմ կարող, բայց կալանավորված լինելու դեպքում անձինք, այդ թվում նաև կանայք, պահվում են խցային պայմաններում, իսկ խցային պայմաններում պահվելու դեպքում իրենք ունեն առավելագույնը արտաքին աշխարհի հետ շփվելու, դրսի հետ շփվելու տեսանկյունից 2 ժամ զբոսանք։ Եվ չհաշված տեսակցությունները, սակայն այստեղ էլ հնարավոր է խնդիրներ լինեն եւ այդ տեսակցությունից չկարողանան օգտվել, եթե օրինակ կա քննիչի կողմից կիրառված արգելանք տեսակցությունների նկատմամբ։ Այսինքն հնարավոր է օրինակ դատարանի կողմից հետագայում մեղադրական դատավճիռ չկայացվի, անձը արդարացվի կամ խափանման միջոցի փոփոխմամբ ազատ արձակվի եւ հետագայում ոչ ազատազրկման ձևով պատիժ նշանակվի, այնուամենայնիվ այդ տարիները, որոնք կարող են հասնել մինչեւ 6, 7, 8 տարիների, անձինք մնում են կալանավորվածի կարգավիճակում եւ այստեղ հիմնական բացասական հետևանքը այն է, որ իրենք կրում են այսպես ասած ազատազրկման բոլոր հնարավոր բացասական հետևանքները հոգեբանական վիճակի անկայունացումից մինչև սոցիալական հմտությունների այսպես ասած կորուստ, որովհետև մենք ունենք մի պրակտիկա, դա իրականում պրակտիկայի խնդիր է, որովհետև օրենսդրությունը որպես այդպիսին աշխատանքի եւ կրթության իրավունքը ամրագրում է թե դատապարտյալների եւ թե կալանավորված անձանց համար։ Բայց մենք ունենք մի պրակտիկա, երբ ենթադրաբար այդ ծրագրերի սղության պատճառով հիմնականում վերասոցիալականացման կրթական կամ որևէ այլ ծրագրերում ընդգրկում են հիմնականում դատապարտյալներին եւ այսպես այս պրակտիկան կիրառելու հիմնավորումը այն է, որ անձը անմեղ է, այսինքն քանի դեռ կալանավորված է, մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ հնարավոր է օրինակի համար արդարացվի, իսկ մենք վերասոցիալականացնում ենք այն մարդկանց, ովքեր դատարանի վճռով արդեն իսկ ճանաչվել են մեղավոր, այսինքն իրենց պատժի կրման փուլում են։ Իհարկե այս առումով պիտի նշեմ, որ այս տարի մենք բավականին դրական տեղաշարժ ունեցանք կազմակերպությունով, որովհետև մեր կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերում 90%-ով ընդգրկվել էին կալանավորված կանայք եւ այս առումով նաեւ պիտի արձանագրեմ նաեւ քրեակատարողական ծառայության բաց տրամադրվածությունը այս քայլը կատարելու իր արդյունքները միանշանակ դրական են, որովհետև մարդիկ նշում էին, որ մենք 6-7 տարի եղել ենք խցային պայմաններում եւ անգամ կային շատ կանայք, ովքեր դասերի ընթացքում հուզվում էին, նշում էին, որ այս տարիների ընթացքում մենք կարծես թե առաջին անգամ զգում ենք, որ բանտում չենք, փակված չենք, մենք մեզ մարդ ենք զգում եւ նաեւ իրենց համար անգամ այդ շփումները դասընթացավարի հետ եւ այլն բավականին կարեւոր են։ Ընդհանուր մտահոգող դրույթները, կետերը կարծես թե սրանք են։ Մենք
ձեր կողմից մատնանշված այդ ծրագրերին կանդրադառնանք դեռևս։ Եկեք կանդրադառնանք հետեւյալին, ընդհանուր ռադիոլսողների համար էլ, հա, պատկերացում հաղորդելու համար, կանայք հիմնականում Հայաստանում ազատազրկվել են տարիների ընթացքում, եթե այդպես պրակտիկայի ուսումնասիրությունից տարբեր աղբյուրների դիտարկում ես, խարդախություն, թրաֆիքինգ, գողություն եւ այլն եւ այլն։ Եթե կարելի է, կարող եք ասել, որովհետեւ ձեր կազմակերպությունը տարբեր ծրագրեր իրականացնելով առնչվում նաեւ կարծում եմ նմանատիպ խնդիրների, ինչքանով է պատճառական այդ կազմը փոխվել, պատճառները արդյոք նույնն են, թե նման հետազոտություն այնուամենայնիվ չկա, եւ որքանով են այդ կանայք, ովքեր այսօր ազատազրկման մեջ են, նույն այսպես պայմաններում գտնվում հոգեվիճակի իմաստով։ Իհարկե մենք սրան կանդրադառնանք, բայց ընդհանուր պատճառները նույնն են, արդյոք կարող ենք ասել, թե ոչ։ Իրականում միջազգային ստանդարտը ինչ է ասում, որ ազատազրկումը հատկապես կնոջ դեպքում նկատի ունենալով այդ սոցիալական կապերից կտրված լինելը, նաև ազատազրկման բացասական հետևանքները պիտի լինի որպես վերջին միջոց, այսինքն եթե այլ տարբերակ չկա, միայն ամենավերջում պետք է կիրառվի ազատազրկումը։ Այս առումով այնքանով որքանով ես եմ առնչվել, կարծես թե ամենածանր դեպքերն են հայտնվում հենց քրեական գործերով անձինք են կանայք են հայտնվում քրեակատարողական հիմնարկում, շատ են կան դեպքեր, երբ օրինակ սեռական կամ որևէ այլ տիպի բռնություն են գործադրել իրենց երեխաների նկատմամբ, ինձ մտահոգում է հատկապես այս բռնությունների հետ կապված դեպքերը, որովհետև կանայք օրինակ տևական ժամանակ լինում են ընտանեկան բռնության զոհ կամ որևէ այլ տեսակի բռնության զոհ եւ տարբերակ չունենալով աջակցության կամ միգուցե համայնքից անուշադրության մատնված լինելու պատճառով կամ միգուցե իրենց իրազեկվածության պատճառով չեն կարողանում օգտվել կամ դիմել աջակցության որևէ մեխանիզմների եւ երբեմն որևէ այլ հանցագործության մեջ ներքաշվելը լինում է հենց տարիներ շարունակ տևած բռնության հետևանք։ Իրենք են փորձում իրենց ձևով հաշվի արդար տեսնել բռնարարի հետ, որը կարող է լինել օրինակ սպանություն կատարել իրենց ամուսինը կամ որևէ այլ անձ, երբեմն չունենալով աջակցության որևէ մեխանիզմ հնարավոր է այդ բռնության շղթայի մեջ ներքաշեն նաև իրենց երեխաներին եւ այլն, բայց հատկապես այս տարվա կտրվածքով ինձ բավականին մտահոգում են թմրամիջոցների, այսպես ասած, ապօրինի շրջանառության մեջ ներքաշված անձինք, ցավոք սա օրակարգային խնդիր է մեր երկրի համար եւ նույն պատկերը ես արձանագրել եմ նաև կանանց շրջանում։ Իհարկե նաև կոնկրետ մեր ծրագրերի կազմակերպության ծրագրերի մասնակից կանանց շրջանում նաև այդ վիճակագրական տվյալները ուսումնասիրելով արձանագրում ենք, որ կա միտում կալանավորումը փոխելու տնային կալանքի, այսինքն խափանման միջոցը փոխել, ինչը կարծում եմ ինչ որ առումով նաև դրական միտում է, որովհետև այնուամենայնիվ անձինք չեն գտնվում, կանայք չեն գտնվում 4 պատի մեջ, բայց հատկապես ընտանիքից հեռու, ինչը հավելյալ ստրեսի պատճառ կարող է դառնալ, բայց թմրամիջոցների հետ կապված հարցը բավականին մտահոգիչ է եւ ցավոք դրանից զերծ չեն մնում նաեւ այն կանայք, ովքեր այս կամ այն կերպ ներքաշվում են դրա մեջ եւ արդյունքում հայտնվում քրեակատարողական հիմնարկում։ Այսինքն այդ պատճառների մեջ մենք վստահաբար կարող ենք ընդլայնում տեսնել եւ պատճառները այն չափով որ ես եմ առնչվել կազմակերպության շրջանակներում, բայց կարծում եմ, որ այս մտահոգիչ պատկերը մենք ունենք նաեւ տղամարդկանց դեպքում, որովհետեւ մյուս քրեակատարողական հիմնարկներում էլ երբ այդ ծրագրերը իրականացնում ենք, ցավոք կան դեպքեր, երբ անգամ մասնակիցների շրջանում առավել շատ մեծ թիվ են կազմում հենց նշված քրեական հոդվածների շրջանակներում ազատազրկված անձինք։ Հարգելի Նարե, վերջին տարիների ընթացքում գենդերային քաղաքականության իրականացման արդյունքում տղամարդկանց եւ կանանց իրավունքների փոփոխություն ենք տեսնում, համահավասարություն, իրավահավասարություն, բայց դա ինչ վերաբերում է փակ հաստատություններից դուրս։ Եթե մեր մտածողությունը, քաղաքականությունը փորձենք պրոյեկցել փակ հաստատությունների շրջանակում, կարող ենք ասել, որ կանայք եւ տղամարդիկ
համահավասար են, իրավահավասար են փակ հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում։ Պարզ է պահման պայմանները այլ են, մոտեցումը այլ է, բայց միևնույն ժամանակ իրավունքների հենց շրջանակից ավալի իմաստով կարող ենք ասել, որ հաշվի առնելով հատկապես որոշ առանձնահատկություններ, գենդերային այցգայունություն, որը պետք է լինի եւ պահման պայմանների հետ կապված եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, օրինակ սովորական զննման հետ կապված նույն սեռի անձի կողմից, զննման պայմանների իրականացումը եւ այլն։ Հաշվի առնվում է այս ամենը պրակտիկայում եւ որքանով են իրավահավասար, թե այս խնդիրը դեռևս փակ հաստատություններում չի դիտարկվում, չի դրվում։ Կարծում եմ, որ մեր փակ հաստատություններում հիմնական խնդիրը հենց դա է, որովհետեւ այն իրավական շրջանակը, նաեւ քաղաքականության փաստաթղթերի շրջանակը, որոնք կան, ըստ էության հավասարապես են կիրառելի եւ օգտագործելի թե կանանց համար եւ թե տղամարդկանց համար։ Նույն կարգավորումները հավասարապես վերաբերում են եւ կանանց եւ տղամարդկանց եւ կարծում եմ, որ հենց այստեղ է, որ մենք ունենք խնդիր, այսինքն այդ իրավունքների իրացման տեսանկյունից հավասար հնարավորություններ ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոշակի տարբերություններ լինեն կապված կանանց առանձնահատկությունների հետ։ Այն, ինչ հասանելի է տղամարդկանց, հավասարապես հասանելի է նաեւ կանանց եւ հենց դա է, որ որոշակիորեն խոցելի վիճակի մեջ է դնում կանանց։ Մեկ բարձ օրինակ, այս խնդիրը կա գրեթե աշխարհի բոլոր երկրներում, նույնը ունենք նաև մենք, իհարկե ողջունելի է, որ կանանց թիվը մեծ է, փոքր քիչ է, բայց կանանց քրեակատարողական հիմնարկները սովորաբար լինում են մեկը հենց թվով պայմանավորված, ինչը նշանակում է, որ անկախ նրանից իր բնակավայրը մեր երկրում որտեղ է, կինը պահվում է հենց տվյալ քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա բնականաբար խոցելի է դարձնում արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու տեսանկյունից, որովհետև օրինակ եթե իր ընտանիքը բնակվում է հեռավոր մարզում, բնականաբար դա հավելյալ ֆինանսական խնդիրներ է ենթադրում հասնել Աբովյան, այդ բոլոր ծախսերը հոգալ եւ ինչ որ առումով նաեւ դա է խոչընդոտում որոշ իրավունքների իրացմանը։ Շենքի թվի հետ կապված մենք ունենք նաև շենքի հենց կենցաղային պայմանների հետ կապված խնդիրներ, օրինակ սանհանգույցներից օգտվելը հղի կնոջ համար որքանով է հեշտ։ Իհարկե վերջին տարիներին մենք ունենք նաև մեր տարիների advokatiայի ջատագովության շնորհիվ մենք ունենք այդ դրական տեղաշարժը, ներկայումս շաբաթական 2 անգամ լոգանք ընդունելու հնարավորություն ունեն, նաև քանի որ հեռախոսակապի գները, այսինքն օրենքով թույլատրելի այդ գները դարձել են փոքր-ինչ մատչելի, նաև դա արդյունքը այն է, որ անձինք ավելի շատ են կարողանում այդ հեռախոսակապից օգտվել, վճարել եւ օգտվել, բայց այնուամենայնիվ ընդհանուր անվտանգային համակարգը պայմանները, կենցաղային պայմանները կարծես թե այնպիսին չեն, որ կնոջ համար հավելյալ ստրեսացին իրավիճակներ չստեղծեն։ Այստեղ իհարկե ինչ վերաբերում է զննություններին եւ խոզարկություններին, այս առումով այս խնդիրը ես վերջերս եմ արձանագրել համապատասխան գործառույթ իրականացնող ծառայողների կողմից, ոչ միշտ է, որ զննության եւ խոզարկության տարբերակումը անկալվում է, երբեմն անգամ այն անձանց որոշ այցելուների, որոշ կատեգորիայի մարդկանց, որոնց պետք է միայն զննեն, ցավոք խոզարկում են, ինչը հնարավոր է նաեւ պրակտիկային որոշակի խնդիրներ առաջացնի, իսկ կանանց դեպքում ես այս նաեւ իմ բարբերական այցերի կանանց այցելությունների ընթացքում այս խնդիրը արձանագրել եմ, որ մերկացմամբ ուղեկցվող խոզարկությունները խնդիր են եւ ըստ էության այո մենք կարող ենք ասել, որ դա հենց անվտանգության նկատառումներից ելնելով է արվում, որպեսզի արգելված իրերը հայտնաբերվեն եւ կանխարգելվի դրանց մուտքը քրեակատարողական հիմնարկ, բայց այս դեպքում մենք բնականաբար ունենք մեր առաջարկությունը փորձել ձեռք բերել այնպիսի ժամանակակից սարքավորումներ, որոնց պարագայում նաեւ այդ ամբողջությամբ սկրինինգի, մարմնի սկրինինգի շնորհիվ հնարավոր կլինի միայն այդ միջոցի գործադրմամբ, օգտագործմամբ բացահայտել արգելված իրերը եւ նաեւ կնոջ մարմինը հավելյալ ստրեսի չենթարկել եւ այստեղ կարծում եմ, որ մենք նաեւ այստեղ զգայունության հետ կապված խնդիր ունենք, որովհետեւ այո, չեմ որևէ ձևով չեմ դիպչում քրեական գործին, ընդունենք, որ այո, կինը մեղավոր է, կատարել է տվյալ արարքը
Բայց նաև զգայունությունը ենթադրում է, որ կնոջ մարմինը անընդհատ չպետք է ստրեսի ենթարկենք, որովհետև դա նույնպես հավելյալ ստրես է առաջացնում։ Այսինքն դա այն մարմինն է, որը տարիներ շարունակ ենթարկվել է ֆիզիկական բռնության, տարիներ շարունակ ենթարկվել է սեռական բռնության, եւ այդ ընկճված մարմինն է, որը հավելյալ դարձյալ միջամտությունների է ենթարկվում փակ հաստատությունը։ Բայց այստեղ մենք ունենք նաև մտահոգիչ կողմ այս իրավիճակի հետ կապված, ոմանք չեն խրախուսում, որպեսզի իրենց աղջիկ երեխաները կամ էգական սեռի ներկայացուցիչները այցելեն քրեակատարողական հիմնարկ, որովհետև իրենց տեսակցելու նպատակով, որովհետև ներքուստ չեն ցանկանում, որպեսզի այդ process-ների միջով անցնեն նաև այդ աղջիկները եւ իրենց հավելյալ ստրեսից զերծ պահելու նպատակով իրենք կարող է օրինակ անգամ հրաժարվեն տեսակցությունից, բայց գիտենք, որ կապի պահպանումը հատկապես կանանց համար բավականին կարևոր է, որովհետև մեծ մասը մայրեր են եւ իհարկե միգուցե ազատության պայմաններում չեն փորձել լինել շատ հոգատար մայր, բայց կարծում եմ դրական է, որ հայտնվելով 4 պատի ներսում իրենց մեջ վերարժևորում է տեղի ունենում եւ նաեւ այդ ընտանեկան կապերը վերարժևորում են եւ ցանկանում են դրանք պահպանել, բայց ցավոք մենք ունենք նաեւ նման խոչընդոտներ։ Մենք դեռ կանդրադառնանք այդ հարցին, ես հիշեցնեմ մեզ ուշ միացած ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի ընթացքում մենք խոսում ենք ազատազրկված կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավարին հրավիրել իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանին։ Հարգելի Նարէ, շարունակելով մեր զրույցը, միջազգայինորեն, եթե իհարկե անդրադառնում ենք ունիվերսալ մակարդակով, ՄԱԿ-ի շրջանակներում գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված համընդհանուր ճանաչված կանոններ կան, բանկոկյան կանոնները, որոնք որ ըստ էության սահմանում են կանոններ ազատազրկված կանանց հետ վարվեցողության հետ մասով եւ այս կանոնները ինչին են վերաբերում խտրականության արգելմանը, բռնության չկիրառմանը կանանց նկատմամբ, նաեւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը, գենդերային զգայունության ապահովմամբ, այդպես հոգեկան առողջության հետ կապված ծառայությունների կանխարգելման, այսպես ծառայությունների անվտանգության ապահովմանը եւ այլն։ Խնդրում եմ ասեք այս կանոնները որքանով են տեղայնացված, տեղայնացման հենց բովանդակային իմաստով, ոչ թե այսպես ուղղակի ինչպես լինում է շատ հաճախ, եւ եթե այս կանոնների տեղայնացման համատեքստում ընդհանուր դիտարկենք, դուք իհարկե կրթության իրավունքին մասամբ անդրադարձաք, եկեք նաեւ նշենք այն իրավունքները ազատազրկված կանանց, որոնք ավելի շատ են խախտվում մեզանում, եւ այս ուղղությամբ էլ հաջորդ հարցս կլինի։ Ինձ թվում է մենք այստեղ ունենք կոնցեպտուալ մոտեցման եւ կոնցեպտուալ ընկալման խնդիր։ Իհարկե հնդածս գործող ռազմավարությունը քրեակատարողական եւ պրովացիայի ոլորտի ունի նման հատված, որտեղ շատ հստակ նշվում է, որ կանանց նկատմամբ վարվեցողության սկզբունքները եւ մոտեցումները նախատեսվում է ներառել կանանց հետ աշխատանքներում։ Բայց այդ ռազմավարությունը նախատեսված է 2024-26 թվականների համար, գոնե թե ինձ հասանելի հանրային հրապարակային տվյալներ չկան, թե մասնավորապես ռազմավարության այս կետերի շուրջ ինչ քայլեր են ձեռնարկել եւ այս առումով կարծում եմ, որ նաեւ ինչ որտեղ օգնության են հասնում դարձյալ միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները եւ նաեւ մեր կազմակերպության ծրագրերից մեկով մենք հենց իրականացնում ենք կանանց հետ աշխատող անձնակազմի վերապատրաստման դասընթաց հենց բանկոկյան սկզբունքների շուրջ եւ այդ դասընթացների առավելություններից մեկը այն է, որ մենք աշխատում ենք միջմասնագիտական խմբերի հետ եւ նաեւ դա հնարավորություն է տալիս խուսափել քննարկման դաշտ բերել բևեռացված խնդիրները եւ այդ մասնագիտական զիացումից հանել, հա, մասնագիտական տարբեր խմբերի, բայց տեսեք, մեր օրենսդրությունը որպես այդպիսին չեմ կարող ասել, որ շատ հակասում է, եթե մենք խոսում ենք օրենսդրական մակարդակում, բայց դա մեր երկրի համար կարող եմ ասել համընդհանուր խնդիր է, որ մենք կարծես թե ունենում ենք լավ օրենքներ, բայց մեր խնդիրները առաջանում են դրանք պրակտիկայում կիրառելիս եւ բնականաբար կանանց դեպքում հատկապես գենդերազգայունության մասին խոսելը շատ ավելի խնդրահարույց է, որովհետեւ կրկնակի թիրախավորվում է անգամ այն իրավապաշտպանները, ովքեր խոսում են այդ թեմաների մասին եւ այստեղ մեր հիմնական խնդիրը ես տեսնում եմ զգայունության մեջ եւ այդ զգայունության պակասը ցավոք նաեւ ամբողջ աշխարհում ունի հիմնավորված պատճառներ, կանանց թիվն է
քիչ եւ իհարկե դա լավ ցուցանիշ է, բայց քանի որ թիվը քիչ է, նշում են դե ինչ խնդիր ունեն, այսինքն հիմնարկը կա, պայմանները կարծես թե բարելավում ենք, վերանորոգումներ կատարում ենք, բայց մենք ունենք զգայուն վերաբերմունքի, այսինքն այդ ամբողջ բանկոկյան կանոնները կենտրոնազգայունության մասին են։ Բայց ցավոք, այո, մենք այդ խնդիրը ունենք ինչպես հասարակության մեջ, այնպես էլ փակ հաստատություններում եւ դա կրկնակի վառը, այսպես ասած, դրսևորվում հատկապես փակ հաստատություններում, որովհետև կինը հերիք չէ հանցագործություն է արել եւ մի հատ էլ պիտի խոսենք իր նկատմամբ զգայունության մասին, այսինքն կնոջ նկատմամբ այդ վերաբերմունքը շատ ավելի խիստ է, կարծես թե հայ կնոջ, հայ կին եւ հանցագործություն, դրանք ընդհանրապես համատեղելի կատեգորիաներ չեն եւ այս կոնտեքստում, երբ խոսում ես ընդհանրապես զգայունության մասին, կարծես թե այս կանանց ավելի վատ վիճակի մեջ ես դնում, քան թե հակառակ էֆեկտ հնարավոր է նաև ստեղծվի եւ այստեղ իհարկե հոգեբանական աշխատանքը կազմակերպելիս պիտի հաշվի առնել այս բոլոր գործոնները, որովհետեւ օրինակ անգամ եթե կինը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում իր երեխաների նկատմամբ սեռական որոշակի ոտնձգություններ կատարելու պատճառով, պետք է փորձել հասկանալ ինքը ինչպիսի աջակցության կարիք ունի, որպեսզի իր մտածելակերպը փոխվի եւ հիմնարկից դուրս գալուց հետո ինքը դառնա ավելի հոգատար եւ խնամք ցուցաբերող ուրեմն ծնող թմրամիջոցների մեջ ներքաշվելու այդ ապօրինի շրջանառության մեջ ներքաշվելու պատճառները որոնք են, դա եղել է իր կամովի որոշումը, թե ինքը եղել է անառողջ ընտանեկան կամ զուգընկերային հարաբերությունների մեջ, բռնությամբ են իրեն ներքաշել, պարտադրել են եւ այդ պարտադրանքը դրսեւորվել է օրինակի համար նաեւ այնպես, որ ինքը որոշակիորեն պիտի ներքաշի նաեւ իր երեխաներին եւ մայրը, կինը կրկնակի արդեն վատ հոգեբանական վատ վիճակում հայտնվում է հիմնարկում եւ մեր մասնագիտական միջամտությունները, աջակցությունները այս բոլոր խնդիրները պետք է նկատի առնեն։ Կարծում եմ մենք այստեղ մի կարևորագույն բաց ունենք կապված հատկապես կանխարգելիչ առողջապահական ծառայությունների հասանելիության հետ, ցավոք օրինակի համար, տեսեք, հատկապես կանանց շրջանում խրախուսվում է, որպեսզի այդ կանխարգելիչ հետազոտությունները արվեն հենց քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս։ Դրանք սկրինիկային հետազոտություններն են կրծքագեղձի, այսինքն այդ չարորակ, այո, դրանք հայտնաբերելու համար սեռավարակների դեպքում այդ բոլոր լաբորատոր հետազոտությունները եւ այլն, բայց մեր իրականության մեջ իհարկե դրանք արվում են, բայց այն դեպքում, երբ կա բժշկական ցուցում, այսինքն երբ արտաքին զննության արդյունքում հայտնաբերվել է որևէ խնդիր եւ բժիշկը ցուցում է, որպեսզի անցնեն այդ հետազոտությունը։ Բայց ամբողջ նաեւ այդ միջազգային ստանդարտը նրա մասին է, որ հատկապես կանանց դեպքում պետք է այդ կանխարգելիչ հետազոտությունները անցկացվեն հիմնարկ մուտք գործելուն պես, որովհետեւ կանայք այդ բավականին խոցելի իրավիճակներում է լինում ազատության մեջ եւ բանտում հայտնվելը իր էությամբ պիտի լինի վերականգնողական աշխատանք եւ այդ վերականգնողական միջամտությունը ենթադրում է նաեւ համապատասխան կանխարգելիչ առողջապահական ծառայությունների հասանելիություն ամբողջ ծավալով։ Շատ բարի, շնորհակալ եմ այդ մասով անդրադառնալու համար, իսկ իրավունքների հետ կապված օրինակ կարող ենք մատնանշել, որ իրավունքներն են ավելի շատ։ Դու կրթության իրավունքի մասին ասացի, կարող ենք ասել, որ օրինակ կրթության իրավունքը իրացված է քրեակատարողական հիմնարկներում, թե այստեղ շատ խնդիրներ կան։ Տեսեք, իրականում մեր իրականության մեջ կարծես թե պատկերը մի փոքր այլ է, հաշվի առնելով կանանց խոցելիությունը, որոշ ծրագրեր ավելի հաճախ, ավելի այդպես մեծ պարբերականությամբ հնարավոր է իրականացվեն հենց abovյան քրեակատարողական հիմնարկում։ Ես խոսում եի կալանավորված անձանց մասին, որոնց դեպքում խնդիրը նույնն է, ցավոք, թե կանանց դեպքում եւ թե տղամարդկանց դեպքում, իհարկե միգուցե այս վերջին տվյալներով նաեւ տղամարդկանց հիմնարկում որոշակի միտում կա, բայց ես մատնանշում եմ ընդհանուր գլոբալ խնդիրը։ Աշխատանքի դեպքում էլ աշխատանքի հնարավորությունները որպես այդպեսին սուղ են, եւ սա խնդիր է բոլոր քրեակատարողական հիմնարկների համար, անձինք բավարարվում են միայն արկա տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներով, որոնք ենթադրում են հիմնարկի, այսպես ասած, սպասարկում, տարածքի բարեկարգում, մաքրություն եւ այլն, եւ abovյանում դրա հետ կապված նաեւ խնդիրը կարծես թե գտել են, լուծումը կարծես թե գտել են, քանի որ այդ հաստիկները ինչ որ առումով սահմանափակ են, դրանք բաշխում են կանանց
միջև, օրինակ հնարավոր է կես դրույքով, քառորդ դրույքով դրանք բաշխեն կանանց միջև, որպեսզի հնարավորինս շատ լինի կանանց զբաղվածությունը, այսպես հատուկ որևէ իրավունքի խախտում կոնկրետ կանանց դեպքում հիմա մի փոքր կդժվարանամ առանձնացնել, բայց կանանց դեպքում հիմնական խնդիրը այն է, որ այդ զգայունությունը եւ դրանով պայմանավորված շատ ծառայություններ հասանելի դարձնելը իրականության մեջ դեռևս խնդրահարույց են։ Ազատազրկման վայրում դատապարտվում են կանայք տարբեր պատմություններով, տարբեր ճակատագրերով եւ տարբեր ժամկետներով ազատազրկման։ Իդեպ վերջերս լույս է տեսել ձեր հասարակական կազմակերպության կողմից այս ձեր ժողովածուն, որ անդրադառնում է տարբեր կանանց պատմություններին կամ երևի թե հոգու արձագանքին, չգիտեմ ինչպես կարելի է ասել, եւ դուք ավելի ճշգրիտ կասեք, եւ ինչպիսին է նրանց մոտեցումը, օրինակ հասկանալի է յուրաքանչյուրն իր պատմությունը, յուրաքանչյուրն իր հույզերը, իսկ հույզերից դուրս, օրինակ իրավունքների իրազեկման մասին, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ հիմնարկում կոնկրետ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, թե հետագայում նրանք պատկերացնում են ավելի այսպես իրենց իրավունքի դաշտում ավելի օրինապահ քաղաքացի լինելու կամ որքանով իրազեկվածությունը հենց իրենց որպես ազատազրկված ցավոք նաև պատմությունների մեջ եթե ուշադրություն դարձնենք կան նման նշումներ, որ չենք գիտակցել, եթե անգամ գիտակցել ենք, որ արգելված պատժելի որևէ արարք ենք կատարում, չենք պատկերացրել, որ օրինակի համար հնարավոր է դա բացահայտվի եւ չեմ պատկերացրել, որ 4 պատերի մեջ լինելը կարող է այդքան դաժան լինել եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ այդ իրենց պատմությունը, իրենց փորձառությունը ներկայացնելու միտքը բավականին դրական է ընդունվել իրենց կողմից եւ մեծ մասը իրենց ուղերձները հենց այդպես էլ ձևակերպել են կոչ խնդրանք ազատության մեջ գտնվող կանանց, որ շատ ավելի զգույշ լինեն, շատ ավելի սթափ լինեն, շատ ավելի իրազեկ լինեն, որպեսզի իրենց ճանապարհով չգնան եւ չհայտնվեն Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Իհարկե, երբ մենք խնդիրների մասին խոսում ենք, հնարավոր է մի փոքր թեր ընկալում, թյուր ընկալում ձևավորվի, որ այսպես քայլեր չեն ձեռնարկվում, հա։ Իհարկե մենք հսկայական տարբերություն ունենք, բարելավում ունենք Աբովյանում, վերանորոգման աշխատանքներ են կատարվել եւ նաեւ ինքս արձանագրել եմ, որ պահման կենցաղային պայմանների հետ կապված դժգոհությունների մի փոքր նվազում կա, նվազելու միտում կա կանանց շրջանում, բավականին դրական են արտահայտվում այն փաստի մասին, որ իրենց հիմնաշփեթական 2 անգամ է լոգանքը հասանելի, տեսակապի հնարավորությունները, նաեւ հեռախոսակապի հնարավորությունները օրենքով թույլատրելի անհամեմատ ավելի հասանելի են եւ իհարկե ֆիզիկական շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, 4 պատերի բացասական հետևանքը ոչինչ չի կարող փոխարինել եւ կանայք էլ իրենք ասում են, որ մենք ուղղակի մեր կյանքի ժամանակն ենք այստեղ կորցնում, այնինչ դրսում ազատության մեջ կյանքը եռում է եւ մենք կարող ենք լինել հասարակության լիարժեք անդամ եւ ես ուզում եմ հավատալ, որ իրենց ուղերձը իրենց հոգու խորքում անկեղծ է, ազնիվ է եւ իրավամբ հայտնվելով ազատության մեջ այլևս երբեք չեն հայտնվի այնպիսի իրավիճակում, որը իրենց կրկնակի խոցելի կդարձնի։ Պահման պայմանները կանանց, իհարկե դուք անդրադարձաք, նշեցիք, որ դրական դինամիկա կա, փոփոխությունները պայմանների կան, նաև դրա կողքին բաց աղբյուրներում այսպես տարբեր հոդվածներ, որ օրինակ նորածին ունեցող երեխաների հետ կապված խնդիրներ կա, սանիտարահիգիենիկ պայմանների եւ այլն եւ այլն։ Այնց հետաքրքիր է, որ քրեակատարողական հիմնարկները նախագծվում են, նույն Աբովյան քրեակատարողականը, ես չգիտեմ, չեմ կարող վստահաբար ասել, միգուցե հենց այդ նախագծումը եղել է հաշվի առնելով, որ ի սկզբանե կնոջ համար է լինելու կամ տղամարդու համար է։ Ցավոք դա խնդիր է, որովհետև որպես այդպեսին մեր որևէ քրեակատարողական հիմնարկի շենք նախապես չի կառուցվել եւ չի կառուցվել որպես բացառությամբ արմավիր քրեակատարողական հիմնարկի, որը որ վերջին տարիներին է կառուցվել եւ նա հենց կառուցվել է որպես քրեակատարողական հիմնարկ, թեև իհարկե այնտեղ էլ խնդիրները բավականին շատ են, բայց բնականաբար հիմա կդժվարանա մտաբերել որպես ինչ նպատակով օգտագործվել
ապահովելու համար էր ի սկզբանե կառուցված եղել Աբովյան քրեակատարողական հիմնարկի շենքը, բայց երբ մենք խոսում ենք կանանց խոցելիության մասին, հենց դա էլ նկատի ունենք, որ իր կենցաղային հարմարություններով, անվտանգային համակարգով եւ այլն, այդ շենքերը ցավոք ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատի չեն առնում կանանց խոցելիությունը նաեւ այն պատճառով, որ ի սկզբանե կարծես թե կառուցված չեն լինում։ Այդ զգայունությունը կենտրոնային զգայունությունը։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ այն կանանց համար, ովքեր ունեն երեխաներ, իրենց հետ քրեակատարողական հիմնարկում մինչև 3 տարեկան վերանորոգվել են խցեր եւ այդ խցերը հարմարեցվեց են այնպես, որ կարող են պահվել ինչպես խցային պայմաններում տեղաբաշխված կանայք, այնպես էլ կացարանային պայմաններում տեղաբաշխված կանայք։ Այստեղ իհարկե տաք ջրի հասանելիությունը կա, շուրջօրյա տաք ջրի հասանելիությունը կա, նաեւ որոշակի կահույք եւ այլն, այսինքն նախորդ իրավիճակների համեմատությամբ ներկայումս նաեւ այդ դրական միտումը կա, բայց տեսեք, հիմնական խնդիրը այն է, որ իր ծառայություններով բանտային համակարգը, քրեակատարողական համակարգը հարմարեցված չէ արձագանքելու երեխաների կարիքներին։ Մենք ցավոք ունենք խնդիր ազատ ժամանցի տնօրինման հետ կապված, խաղահրապարակների հասանելիության հետ կապված, տարիքին համահունչ սոցիալ-հոգեբանական ծառայությունների հասանելիության հետ կապված, խաղերին հասանելիության հետ կապված եւ քանի որ նաեւ մենք որպես այդպեսին այդ խնամքի ծառայությունները չունենք, օրինակ այն կինը, ով ունի երեխա եւ ցանկանում է աշխատել, ով պետք է երեխային պահի, այստեղ օգնության են գալիս ազատազրկված մյուս կանայք, աշխատակազմի որևէ ներկայացուցիչ կամ օրինակ ցանկանում է ընդգրկվել ծրագրում, ինքս տեսել եմ, որ այդ կանանցից մեկը, որոնց թիվը եթե չեմ սխալվում ներկայումս 2-ն է, երեխային գրկած էր գնում դասի։ Մենք ունենք այդ դրական միտումը, որոշակիորեն շենքային պայմանների բարելավման, բայց երեխայի տարիքին համահունչ միջավայր ապահովելու տեսանկյունից ունենք խնդիր, մասնավորապես սոցիալ-հոգեբանական եւ առողջապահական ծառայությունների հասանելիության տեսանկյունից։ Շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր շեշտադրումների, տեղեկատվության եւ առաջարկությունների համար եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում էինք ազատազրկված կանանց իրավունքների մասին, մեր հյուրներ իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարէ Հովհաննիսյանը, շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան եւ ձեզ հետ հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյան։ Ցտեսություն։